Ողջույն մեզ անհամբեր սպասող եւ ոչ միայն հեռուստացույցով դիտող լսարան։ Ամանորյան նվեր մեզ եւ ձեզ երիտասարդության կենտրոն նախագծի հաղորդումներն այսուհետ կարող եք դիտել նաեւ yustv.am կայքում։ Ամանորյա անցուդարձի ընթացքում բոլորը ջանում են չմոռանալ այսպես ասած տոնական կարևորագույն գնումները։ Մինչդեռ հարկ է հիշել ամենաէականը՝ Սուրբ Ծննդյան խորհուրդն ու Զատկի տոնի նախապատրաստական ընթացքը։ Այս մասին է Շողինեի պատրաստած տեսանյութը։ 24-ին, չէ՞, դեկտեմբերի։ Հունվարի 6-ին։ Սուրբ Ծնունդը երևի ամսի 6-ին, հունվարի 6-ին։ Չէ։ Հունվարի 6-ին։ Հունվարի 25-ից, որքան է որտեղի բացված։ Դեկտեմբերի 31-ին, բայց հունվարի 13-ին են նշում։ Ամսի 6-ին։ Այլ ավելի ոչ չի գիտեմ։ Հունվարի 6-ին։ Ես հայրդ լավ չի գիտեմ, փաստիկ եմ գներեք։ Այո, հունվարի 6-ին։ Սուրբ Ծնունդը հունվարի 13-ին։ Ամանորյա թողու բոհի ժամանակ բոլորը մի լավ վազվզում են, ցուցակներ կազմում, տեսակ գնումներ կատարում, փորձում ավարտի հասցնել բոլոր կիսատ գործերը եւ այս խառնաշփոթի մեջ հաճախ մոռանում են հոգեվոր արժեքների մասին։ Հունվարի 6-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։ Քրիստոնյա մարդը արդեն Սուրբ Ծնունդը դիմավորելուց առաջ նախ ինքը հոգեվոր պատրաստություն է ունենում, եւ դեկտեմբեր 30-ի երեկոյան 31-ին արդեն իսկ մտնում է Պասխի շրջան։ Քրիստոսի ծնունդն ենք դիմավորում, Փրկչի ծնունդն ենք դիմավորում։ Աստված Փրկիչը Հիսուս մանուկ աշխարհ է գալու։ Սուրբ Ծննդյան տոնը հաճախ շփոթում են Սուրբ Հարության տոնի հետ։ Քրիստոս հարավի մեռելոց, չէ՞։ Չէ, չի։ Արադի մի խափեք, չոքի դասեք ասում թողը ներկայացնել, էտա, չէ։ Էդ չի։ Էտա, չէ, էտա։ Կարծեմ զու չեն ներկում։ Թե ներկում են, չէ, չեն ներկում։ Հա, մեծի հետ եմ խառնում ես։ Քրիստոսի ծննդյան հետ կապված տոնա, խորհուրդը Քրիստոսի ծնունդն է, ուրիշ դες չգիտեմ։ Քրիստոսի ծննդյան օրն է։ Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը։ Իհարկե Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Ես ավելի շատ լսում եմ մեծերից այս սխալը, քան թե երիտասարդներից։ Գալիս են հարցնում են կամ հեռախոսով զանգարում են, Տեր այդ, երբ է զատիկը։ Կամ երբ է փոքր զատիկ։ Այսինքն մեր հասարակության մեջ կա այն թյուր կարծիքը, որ Սուրբ Ծնունդը դա փոքր զատիկ է եւ հարության օրը մեծ զատիկ է։ Այստեղից է գալիս է այդ խառնաշփոթը, որ երիտասարդները երբ որ լսում են զատիկ, մտածում են, որ Սուրբ Ծնունդն էլ է զատիկ։ Անհամբեր սպասելով նոր տարվան, մարդիկ իրենց խնայողությունների մեծ մասը ծախսում են նոր տարվա սեղանների համար եւ իրենց չեն զրկում ոչ ուտելիքների եւ ոչ էլ ալկոհոլային խմիչքների օգտագործման հարցում։ Չնայած ճոխ սեղաններին եւ ախորժաբեր տեսակ ուտելիքների, կան երիտասարդներ, որոնք առավելապես կարեւորում են հոգեվոր սնունդը։ Պայեցողությամբ մաքրվել, պայեցողությամբ աղոթել եւ պայեցողությամբ դիմավորել Քրիստոսի ծնունդը եւ Աստված հայտնությունը։ Այո, հենց նոր տարվա ընթացքում պահպանում եմ, ես ինքս էլ եմ պահում, գիտեմ շատ լավ։ Հիմա կմտածեք, թե դա աբսուրդ է, այսինքն ինչի համար եմ պահում, բայց քանի որ մեր Հայաստանում ընդամենը բոլորը մտածում են ուտելու մասին, այդ օրը շատ լավ կլինի, եթե մի օր պահեն կհասկանան, թե ինչ արդյունավետ է։ Պասից հետո հայ առաքելական եկեղեցին մեծ շուկով նշում է Սուրբ Ծննդյան տոնը։ Սեղանին դրվում է ավանդական փլավը, ձուկը, կարմիր գինին։ Գինին, որ խորհրդանշում է Քրիստոսի արյունը, ձուկը եւ իհարկե բանջարը։ Սա քրիստոնեական Սուրբ Ծննդյան սեղանն է, որ մենք մեր տանը պատրաստում ենք։ Փլավը հայերեն ասում են խորհրդանշում է աշխարհը, մարդկությունը, իսկ շամիչը քրիստոնյաները։ Եվ շատ կարևոր է, տեսնում ենք, երբ որ շամիչը գցում է փլավի մեջ, քաղցրացնում է փլավ։ Այդպես էլ ամեն մի քրիստոնյա ապրելով այս աշխարհի մեջ պետք է քաղցրացնի։ Անկախ սեղաններին դրվող ուտելիքների բազմազանությունից պետք է հիշել, որ կարևորը միմյանց շնորհավորելն է։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Շողինե երիտասարդության կենտրոն։